Կրկին բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 23-ն է, սա թվով արդեն մեր երկրորդ հաղորդումն է այսօրվա մեջ, քանի որ հետաքրքիր տեղեկություններ ստացանք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հնարավոր այցի մասին Հայաստան, եւ դրանից բացի ավելի մանրամասն իմացանք, թե ամբողջական ինչ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաստատի կրկին սպառնացել են Ուկրաինայով, բայց շատ կարևոր է իրանց միտքը հասկանալ թե ինչ են նշանակում այդ սպառնալիքները, ինչ գործողությունների նրանք կարող են դիմել, դրա համար որոշեցի այս հաղորդումը պատրաստել, կան նաև կարևոր տեղեկություններ Դավիթ Խուդությանի հանդիպումներից Եվրոպայում, ինչպես գիտեք, ինքը հանդիպել էր Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ, ծիրանների հետ երբ նկարվել էին, որ հայկական ծիրանները շուտով կհասնեն Եվրոպա, դա էր խորհրդանշում այդ նկարը եւ կարճ հայտարարությունը, բայց մենք արդեն ստանում ենք տեղեկություն այն մասին, որ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ է նաեւ տեղի ունեցել հանդիպում եւ շատ կարևոր քննարկում է այնտեղ տեղի ունեցել Դավիթ Խուդությանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարի միջեւ շատ կարևոր հայտարարություններ, ահա այս մասին կխոսենք, հետաքրքիր մի տեղեկություն կա նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներից, ադրբեջանցիները փորձում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրես ներկայացնել մի շատ վտանգավոր բանաձև, որով որ փորձում են փաստացի օրինականացնել իրենց պահանջը ադրբեջանցիների վերադարձի մասով դեպի Հայաստան, սա պատասխան քայլ է, որքան հասկանում եմ Հայ դատի գրասենյակի, քանի որ Հայ դատի գրասենյակը վերջերս նմանատիպ բանաձև էր ներկայացրել կոնգրես, որով որ Արցախահայության վերաբերյալ պահանջ կար, սա էլ պետք է քննարկենք եւ փորձենք հասկանալ Մնացած թեմաները վերաբերում են կրկին Իրանին, քանի որ հիմա բացվեց արդեն Հորմուզի նեղուցը, Թրամփը հայտարարում է, թե անխոչնդոտ բաց է, այնքան նավթ է տեղափոխել Հորմուզի նեղուցով, այնքան նավթ է տեղափոխվել, որ վաղուց նման քանակի նավթ չէր տեղափոխվել, իսկ Իրանը ասում է, չէ, լուրջ սահմանափակումներ կան եւ հիմա Իրանը այդ ամենը վերահսկում է, ասում է, ոչ բոլորին եք թույլ տալիս անցնել Հորմուզով, նույնիսկ կարող են կազմակերպություն ստեղծեն, որը կվերահսկի Հորմուզի նեղուցով անցնելը։ Պուտինն է մի շարք հայտարարություններով հանդես եկել Ուկրաինայի մասով, շատ հետաքրքիր է այդ մասին խոսել Լավրովը, միջայլոց մեկը մյուսին հակասել են, դա էլ շատ կարևոր ցուցիչ է, թե հիմա ինչ է տեղի ունենում Ռուսաստանում, ինչպես են իրենք խուճապահար տարբեր տեսակի հայտարարություններ անում, բայց նույն ժամանակ փորձում են տպավորություն ստեղծել, թե հզոր են հաղթանակ են տանում եւ իրավիճակը վերահսկելի է, սա էլ կարեւոր է քննարկել եւ փորձել հասկանալ դրանից բացի կանդրադառնանք կրկին այն հարցին, թե ինչպես է Ուկրաինան հիմա մարտը վարում եւ ինչ հաջողություններ է գրանցել հատկապես վերջի 24 ժամերի ընթացքում, հատկապես Ղրիմի ուղղությամբ, արդեն մենք ունենք ցուցակը, թե ինչ օբյեկտների է հարվածել Ուկրաինան եւ ինչ իրավիճակի հիմա Ղրիմում եւ Ղրիմի շուրջ։ Ահա այս հարցերն ենք սիրելի հայրենակիցներ քննարկելու միասին, շատ կարեւոր են ձեր լայքերը, դրանով դուք կարող եք մեզ աջակցել, բաժանորդագրումները նույնպես չափազանց կարեւոր են եւ խրախուսելի։ Մեկնաբանությունները ձեր ջերմ բնականաբար մեզ շատ են օգնում, երբ որ ժամանակ ենք ունենում, ծանոթանում ենք եւ մեծ ուժ է հաղորդում մեզ հետագա աշխատանքի համար։ Բնականաբար նաեւ կարող եք կիսվել եւ լավ կլինի, եթե հավանում եք մեր հաղորդումները, կիսվեք ձեր սոցիալական ցանցերով նույնպես։ Հիմա անդրադառնանք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հնարավոր այցին Հայաստան։ Տեղեկությունները շատ չէին, այդ տեղեկությունները պոլիտիկոից էին ստացվում, պոլիտիկոյի այս տեղեկություններով կիսվել էին նաև հայկական լրատվամիջոցները եւ ես փորձեցի ավելին գտնել եւ իմանալ, թե իրականում ինչ այց է սա։
Եվ դրա համար կրկին ու կրկին փորձեցի օգտվել արհեստական բանականության հնարավորություններից, որպեսզի ամբողջացնելով ինքը մեզ ներկայացնի այդ ամենը։ Այո, Պոլիտիկո պարբերականի հրապարակած հոդվածից հայտնի են դարձել մի շարք ուշագրավ եւ էական մանրամասներ այս այցի եւ դրա քաղաքական ենթատեքստի վերաբերյալ, ահա հիմնական լրացուցիչ տվյալները։ 1. Այցի ժամկետների փոփոխությունը Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը ավելի վաղ ծրագրել էր Հայաստան այցելել հուլիսի 5-ին, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լյուքսեմբուրգում ՀՀ ագնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն ուրվագծվող բարձր մակարդակի պատվիրակության պատճառով այցը տեղափոխվել է ավելի վաղ ժամկետ հուլիսի 1-ին որպեսզի նա ընկերակցի Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։ 2. Բրյուսելում աշխատանքների հետաձգում այս այցն այնքան կարևոր առաջնահերթություն է համարվում Եվրահանձնաժողովի համար, որ հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնակատարների կոլեգիայի նիստը չեղարկվել է, դրա պատճառով Բրյուսելում հետաձգվել են ԵՄ մի շարք կարևոր օրենսդրական նախագծերի ընդունումները, ներառյալ գնումների մասին օրենքը Public Procurement Act, պաշտպանական միասնական շուկայի, նորարարությունների և անասնաբուծության ոլորտներին վերաբերող նախաձեռնությունները։ 3. Երկրորդ այցը կարճ ժամանակում սա կլինի Ուրսուլա ֆոն դեր Լյայենի արդեն երկրորդ այցը Երևան վերջին 2 ամսվա ընթացքում, մայիսին նա արդեն եղել էր Հայաստանում մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո տեղի էր ունեցել ԵՄ Հայաստան անդրանիկ գագաթնաժողովը։ 4. Ընտրությունների ենթատեքստը Պոլիտիկոն շեշտում է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որտեղ հաղթել է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հանրության կողմից դիտարկվել է որպես յուրօրինակ հանրաքվե երկրի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ, բարձրաստիճան պաշտոնյաների այցը հաջորդում է հենց այս իրադարձությանը որպես արևմտյան վեկտորի հստակ քաջալերանք։ 5. Այո։ Տնտեսական և ֆինանսական աջակցություն Այցի քաղաքական ազդակներին զուգահեռ ԵՄ-ն վերջին շրջանում ակտիվացրել է գործնական քայլերը։ Օրերս ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 3-4 միլիոն եվրոյի անհապաղ աջակցություն։ Ըստ հեղինակավոր այլ լրատվամիջոցների, օրինակ Financial Times-ի, Եվրամիությունը նաև առևտրային արտոնությունների փաթեթ է նախապատրաստում Հայաստանի համար, որպեսզի մեղմի Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական արգելքների կամ էմբարգոների ազդեցությունը կցանկանաք ավելին իմանալ ԵՄ Հայաստան տնտեսական փոխօգնության նոր ծրագրերի կամ ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։ Կարծում եմ մենք բոլորս միասին լրացուցիչ մանրամասների հիմա տեղեկացանք, իրոք որ շատ կարևոր է 2 ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ այցը կլինի Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Հայաստան։ Իրականում պահը բավականին կարևոր է եւ պատմական այն առումով, որ Ռուսաստանից աննախադեպ սպառնալիքներ են հնչում փոքրիկ Հայաստանի նկատմամբ, Եվրոպայում պատրաստ են եւ ասեմ թե զարմացած չեմ, բայց նույն ժամանակ Եվրոպան սկսել է շատ ավելի արագ շարժվել, շատ ավելի արագ որոշումներ կայացնել, ինչը շատ լավ իմաստով մեծ անակնկալ է մեզ համար։ Այդ բյուրոկրատական դժվարությունները կարծես թե կողքի են դրվում եւ Եվրոպան ավելի լավ պատրաստված լինելով ռուսական քաղաքականությանը սկսել է շատ ավելի արագ գործել։ Ի ուրախություն մեզ։ Շատ լավ են հասկանում Եվրոպայում թե ինչ քայլերի կարող է դիմել Ռուսաստանի Դաշնությունը, անկեղծ ասեմ, մեզանից շատերից ավելի լավ են իրենք այդ ամենը հասկանում եւ իրենք նախապատրաստված են շատ ավելի լավ եւ փորձում են նախապատրաստել նաեւ Հայաստանը, քանի որ Հայաստանը ցավոք ավելի խոցելի է, քան շատ ուրիշ երկրներ։ Օրինակի համար նույն Մոլդովան։ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, Հայաստանում կա ռուսական ընդդիմություն, ուղիղ գործակալական ցանց։ Հայաստանը կիսով չափ գտնվում է շրջափակման մեջ, չունի ծով եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Եվ ահա այդ իմաստով բավականին խոցելի վիճակում է գտնվում Հայաստանը, դրա համար աննախադեպ արագ քայլեր է ձեռնարկում Եվրամիություն։ Ես պատահական չեմ համարում Դավիթ Խուդությանի այսօրվա հանդիպումը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ։ Ինչ առաջ էլ ես նշեցի, որ Աբդուլլա Դիշ
Ուրալօղլուի հետ հանդիպում է տեղի ունեցել եւ շատ կարեւոր հարցեր են քննարկվել եւ այդ ամենը տեղի ունեցել Եվրոպայում։ Այստեղից կարելի է հստակ ենթադրել, որ Եվրոպական միությունը շատ կարևոր ուղերձներ է փոխանցում նաեւ Թուրքիային։ Թուրքիան կարծես թե փոքր քայլերով ընդառաջ է գնում Եվրոպային եւ Հայաստանին, ինչը չափազանց կարևոր է եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հաղորդագրությունից մենք տեղեկանում ենք այն, որ կողմերի երկրների Թուրքիա եւ Հայաստանի միջև այդ հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթգծին ճանապարհներին վերաբերող հարցեր։ Այն ամենը, ինչ հիմա կա եւ ինչ վերականգնվում է ենթակառուցվածքները։ Դրանից բացի քննարկել են պատմական Անիի կամրջի վերականգնման հարցը Մետաքսե ճանապարհի եւ դեպի Եվրոպա գնացող ճանապարհի հարցը Թուրքիայի միջոցով։ Այսինքն, եթե շատ ավելի պարզ եւ կոնկրետ ասեմ, Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ շատ հստակ ձևով քննարկվել է հայ-թուրքական սահմանի բացումը, ինչպես երկաթգծի միջոցով, այնպես էլ տրանսպորտային ճանապարհի միջոցով։ Եվ սա շատ կարևոր հարց է իրականում։ Հայաստանն էլ բնականաբար ներկայացրել է, թե ինչով կարող է օգտակար լինել ընդհանուր տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ Բնականաբար այդ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն բոլորի համար։ Այսինքն Ադրբեջանից Թուրքիա նույնպես պետք է ազատ անխոչնդոտ ճանապարհ բացվի, ինչպես որ Հայաստանի համար ազատ անխոչնդոտ ճանապարհ դեպի Եվրամիություն եւ արտաքին աշխարհ։ Սա է փաստացի քննարկում, սա է ընդհանուր գիտակցությունը եւ ահա այս ուղղությամբ են դրթում հիմա գնալ Հայաստանին եւ Թուրքիային։ Սա բխում է մեր պետական շահերից։ Պատահական չէ, որ բավականին հետաքրքիր եւ առանձին ելույթ է ունեցել Մարտակոսը այդ նույն հանդիպումների շրջանակում եւ ինքը խոսել է, թե որքան կարեւոր է հիմա Հարավային Կովկասը, Թուրքիայից ուղղությունը Հարավային Կովկասով դեպի Կենտրոնական Ասիա։ Ես բազմիցս այս մասին խոսել եմ, իմիջայլոց անդրադառնալով Մարտակոսի նախկին հայտարարություններին։ Եվ Մարտակոսը կրկին խոսել է այն մասին, թե որքան կարևոր է Հարավային Կովկասը, քանի որ Մերձավոր Արևելքում Իրանով բավականին մեծ են վտանգները, նախկին տրանսպորտային ուղիները այլևս չեն գործում, Հյուսիսով Ռուսաստանի հետ պատերազմը ամենակարևոր եւ հուսալի ճանապարհը սա Հարավային Կովկասով է։ Այդ ճանապարհը Հարավային Կովկասով է։ Եվ դրանից բացի ինքը շատ հստակ ասում է, որ մենք, որպեսզի ունենանք այդ ճանապարհը, պետք է մեծ ներդրումներ իրականացնենք այդ երկրների մեջ։ Շատ պետք է օգնենք այդ երկրներին, որպեսզի այդ ճանապարհը մեզ համար դառնա շատ հուսալի եւ կարեւոր վստահելի ուղղություն առևտրի համար բնականաբար։ Ինչին փորձում է այսօր խոչընդոտել Ռուսաստանի Դաշնությունը։ Երբ որ մենք խոսում ենք ռուսական ազդեցության մասին, Ռուսաստանից հնչող հայտարարությունների մասին, ամեն ինչ աշխարհագրության հետ է կապված, սիրելի հայրենակիցներ։ Լոգիստիկ ճանապարհների հարց է ամենաառաջինը։ Ռուսաստանը այստեղ կարևոր խոչընդոտ է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար։ Եվ դրա համար Ռուսաստանի Դաշնությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ ճանապարհները չբացվեն, չաշխատեն, հայ-թուրքական հարաբերությունները հանկարծ չկարգավորվեն, կոնֆլիկտը սառեցված եւ նույնիսկ ինչու՞ չէ ակտիվ փուլում լինի Հարավային Կովկասում, որպեսզի չլինի թրիփը, որպեսզի Թուրքիան չբացի հայ-թուրքական սահմանը, որպեսզի Եվրոպայից Կենտրոնական Ասիա բեռներ չփոխադրվեն եւ հակառակ ուղղությամբ դեպի Եվրոպա բեռներ Կենտրոնական Ասիայից չգնան։ Ահա այստեղ շատ լուրջ շահերի բախում կա եւ դրա համար մենք տեսնում ենք նոր սպառնալիքների չափաբաժինը Ռուսաստանի Դաշնությունից եւ եթե ավելի մանրամասն ասենք Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականից։ Լսենք թե ինչ է ասել Ուշակովը։ Ես նախկին հաղորդման ընթացքում ներկայացրի նրա կարճ հաղորդագրությունը, այս հաղորդագրությունը դեռ չկար լրատվամիջոցներում, իսկ հիմա արդեն մենք ունենք։ Լսենք եւ միասին վերլուծենք։ Ահա տեքստի հայերեն թարգմանությունը եւ համապարփակ վերլուծությունը։ Թարգմանություն։ Կրեմլը Մոսկվային մեղադրում է Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրմանը հարվածելու փորձի մեջ եւ կրկին սպառնում է ուկրաինական սցենարով։
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մենք տեսնում ենք, կանոնների վրա հիմնված կարգերի կողմնակիցների համար փորձերը հարված հասցնելու այն ինտեգրացիոն միավորումներին, որոնց Հապկը անմիջականորեն մասնակցում է նկատի մեր ունեմ։ երկիրը, ընդ որում արմատավորվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե դարեր շարունակ կողք կողքի ապրած եւ միմյանց միշտ օգնած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է վերանայել, ասել է Ուշակովը։ Պրիմակովյան ընթերցումներ համաժողովում, նայելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, հասկանալի է, թե ինչպիսի ողբերգության կարող է հանգեցնել այս ամենը, հավելել է նա. «Վերլուծություն։ Այս հայտարարությունը տիպիկ դիվանագիտական եւ քարոզչական տեքստ է, որն արտացոլում է Ռուսաստան-Հայաստան ներկայիս լարված հարաբերությունները եւ Մոսկվայի աշխարհաքաղաքական մտահոգությունները։ Ահա հիմնական շեշտադրումները։ 1. Ինտեգրացիոն կառույցների թիրախավորում։ Ինչի մասին է խոսքը։ Ինտեգրացիոն միավորումներ, ասելով Ուշակովն առաջին հերթին նկատի ունի ՀԱՊԿ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն եւ ԵԱՏՄ-ն, Եվրասիական տնտեսական միություն։ Իրականում իրանք են Համատեղ խոչընդոտ ստեղծում, բայց Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ ակտիվորեն քննարկում է արևմտյան գործընկերների հետ անվտանգային ու տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը։ Մոսկվան սա ընկալում է որպես ուղիղ հարված իր ազդեցության գոտիներին։ 2. Արևմուտքի գործոնը, կանոնների վրա հիմնված կարգեր։ Ռուսական դիվանագիտական բառապաշարում կանոնների վրա հիմնված կարգերի կողմնակիցներ արտահայտությունը ստանդարտ կոդավորում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար։ Կրեմլը փորձում է Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը ներկայացնել ոչ թե որպես Երևանի ինքնիշխան որոշում, այլ որպես Արևմուտքի կողմից պարտադրված կամ հրահրված քայլ։ 3. Պատմության եւ աշխարհագրության գործիքայնացում։ Ուշակովի ակնարկը պատմական եւ աշխարհագրական կապերի մասին հիշեցում է Հայաստանին, որ տարածաշրջանային իրողությունները, հատկապես աշխարհագրական դիրքը եւ Ռուսաստանից ունեցած տնտեսական էներգետիկ կախվածությունը հնարավոր չէ հեշտությամբ փոխել, դա նուրբ ակնարկ է առ այն, որ Արևմուտքը հեռու է, իսկ Ռուսաստանը տարածաշրջանում։ 4. Ուղղակի սպառնալիք, ուկրաինական սցենար։ Սա տեքստի ամենաագրեսիվ եւ բացահայտ հատվածն է, Ուկրաինայի օրինակը հիշատակելով Մոսկվան ըստ էության ուղիղ նախազգուշացում կամ սպառնալիք է հղում Երևանին, մեսիջը հետեւյալն է. Արևմուտքի հետ անվտանգային մերձեցումը եւ Ռուսաստանի հետ կապերի խզումը կարող են հանգեցնել աղետալի հետևանքների՝ պետականության կորուստ, պատերազմ, տարածքային կորուստներ։ Ամփոփում. Հայտարարությունը ցույց է տալիս, որ Կրեմլի համբերությունը Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձերի վերաբերյալ սպառվում է։ Մոսկվան անցնում է դիվանագիտական կոշտ ճնշումների եւ բացահայտ սպառնալիքների մարտավարության փորձելով կանգնեցնել Հայաստանի հեռացումը ռուսական ուղեծրից։ Թե անկեղծ լինեմ, այս արհեստական բանականության ամեն վերլուծության հետ չէ, որ համաձայն եմ։ Ինչ է նշանակում, թե Կրեմլի համբերությունը սպառվում է։ Կրեմլի համբերությունը սպառվում է, ես չեմ կարծում, որ սպառվում է։ Իրենց համբերությունը վաղուց սպառվել է։ Իրենք ուղղակի չգիտեն, թե հիմա ինչ անեն։ Ամենակոշտ մեթոդների դիմեն եւ ավելի մեծ խնդիրներ ունենան, թե փորձեն պայմանավորվել Հայաստանի հետ։ Դեռևս ես կարծում եմ, որ սրանք ուղղակի սպառնալիքներ են սեփական հասարակության վրա ազդելու համար, բայց նույն ժամանակ ես միշտ ասել եմ եւ կրկնում եմ, որ մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք։ Մենք չպետք է մեր զգոնությունը կորցնենք, քանի որ լուրջ անհաջողություններ ունի Ռուսաստան Ուկրաինայում եւ սեփական հասարակության ուշադրությունը շեղելու կարիք ունի։ Ուշակովի այս սպառնալիքները միանգամից նախագահականից են գալիս Վլադիմիր Պուտինի գրասենյակից։ Վլադիմիր Պուտինը մի երկու անգամ, նույնիսկ ավել, արդեն արտահայտվել է, վերջի արտահայտվել է Միչայլոց կոռեկտ էր, երբ որ կոռեկտ հայտարարություններ են արվում, ասում են, որ կոռեկտ են դրանք, միշտ ասել եմ, չէ, կոռեկտ ենք անվանում, ոչ կոռեկտին, ոչ կոռեկտ։ Իսկ սրա Ուշակով է, Իշակով է, ինչ է, սրա հայտարարությունները միանշանակ կոռեկտ անվանել չի կարելի, սրանք սպառնալիք են։ Եվ հաշվի առնելով այդ ամենը, ես նախորդ հաղորդման մեջ եւս ասեցի, մենք պետք է խորացնենք նաեւ ռազմական հարաբերությունները Ուկրաինայի հետ, ոչ թե խորացնենք, նախ ստեղծել է պետք։ Պետք է ստեղծենք ռազմական հարաբերություններ, ինչպես որ դա արեց Ադրբեջանը։ Այսօր Ուկրաինան աշխարհի ամենալավ անօթաչուտացող սարքերն է արտադրում։
Եթե մենք կարողանանք ուկրաինական անօթաչու սարքեր ունենալ, արտադրել կամ դրանք Հայաստանում, ապա Ռուսաստանը դժվար թե համարձակվի հարձակվել Հայաստանի վրա։ Դժվար թե։ Եվ պետք է նաև արտադրել այն անօթաչու սարքերը, փոքրիկ, որոնք որ ռումբերով կարող են խոցել ռուսական դրոններ։ Պետք է պատրաստվել հնարավոր ագրեսիայի։ Չեմ ասում, որ դա տեղի կունենա, չեմ վախեցնում ոչ մեկին, բայց պետք է պատրաստվել, պետք է իրոք պատրաստվել։ Երբ որ մեզ վախեցնում են Ուկրաինայով, մենք պետք է իրենց էլ վախեցնենք Ուկրաինայով։ Պետք է պատրաստվենք, որպեսզի հանկարծ իրենց մտքով չանցնի մեր վրա հարձակվել։ Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ իհարկե Ռուսաստանի հետ, բազմիցս ասել ենք, երևի տեղ չի հասնում։ Բայց նույն ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ թարագույն սցենարին, քանի որ ահա այսպիսի սպառնալիքներ են հնչում։ Նախորդ հաղորդման մեջ ես այս մասին չէի խոսում, քանի որ չկար այս հայտարարությունը։ Երբ որ չկան այսպիսի հայտարարություններ իշակովների կողմից, մենք մեզ ավելի զուսպ ենք պահում։ Իսկ երբ որ լինում են այսպիսի հայտարարություններ, կրկին ու կրկին մենք ինքներս մեզ եւ բոլորին նաեւ հիշեցնում ենք, որ վտանգ կա եւ մենք պատրաստ ենք դիմակայել այդ վտանգին։ Սա չափազանց կարեւոր է, որ մենք հասկանանք։ Հաջորդ հարցը վերաբերվում է արդեն ադրբեջանական նախաձեռնությանը Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում, որը որ ներկայացվելու է ամսի 24-ին, այսինքն վաղը, հաստատի ադրբեջանցիները նույնպես շատ լուրջ աշխատանք են տանում, քանի որ հայ դատի գրասենյակը հիմա Արցախահայերի վերադարձի հարցն է առաջ քաշել, Ադրբեջանն էլ իր լոբինգի միջոցով նման հարցեր է փորձում առաջ քաշել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, վերադարձի եւ ինքնորոշման հարց։ Նախ ասում են պետք է վերադառնան, հետո պետք է ինքնորոշվեն։ Հիմա անկեղծ ասած, այս ուղղակի քննարկում պատասխան է հայդատի բանաձևերի։ Ինչու է հայդատը այդպիսի բանաձևեր ներկայացնում, լավ է անում, վատ է անում, ադրբեջանցիները ահա ի պատասխան կոնֆերանս են նախաձեռնում, պետք է ավելի լուրջ ուսումնասիրել եւ հասկանալ, բայց միանշանակ է, որ սա պոտենցիալ լարվածության թեմա է։ Հիմա կրկին հասկանում ենք, թե ինչու Փաշինյանը չի բարձրացնում Արցախահայերի վերադարձի հարցը։ Պաշտոնական բանակցությունների ժամանակ Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանն էլ չի կարող ներկայացնել այդ հարցը այդ հանդիպումների ընթացքում, քանի որ հայ-ադրբեջանական բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ ավարտված են, կետարկետ հայտնի են եւ նախաստորագրված են, բոլորս գիտենք։ Իսկ դա նշանակում է, որ երբ որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, այն պետք է ստորագրվի այդ կոնկրետ կետերի շուրջ, որոնք որ մեզ արդեն հայտնի են եւ այնտեղ ադրբեջանցիների վերադարձի մասին որևիցե խոսք չկա։ Այդ այս բանաձևերը կրկնեմ կոնֆլիկտային իրավիճակ են ստեղծում։ Իմիջիայլոց Ադրբեջանում եւս կրկին ակտիվացել են տվյալ քննարկումները, կարծես հատուկ նրա համար, որպիսի Հայաստանում սնուցանեն ռուսական ընդդիմության ռոպագանդան։ Լարվածությունը Հայաստանի ներսում։ Եթե կա լարվածություն, բնականաբար երկիրը չի կարող նորմալ զարգանալ, Հայաստանը չի կարող արագ տեմպերով զարգանալ եւ ամրանալ։ Դրա համար այսպիսի խաղեր են անում ադրբեջանցիները։ Սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Լավ լուրերի կողքին ունենք նաեւ վատ լուրերը։ Այն որ հիմա ինտերնետային ոլորտում համագործակցություն է ծավալվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամ նավթ է տեղափոխվում Ադրբեջանից այս ծանր պայմաններում, երբ որ Ռուսաստանում նավթ չկա եւ Ռուսաստանը էմբարգո է մտցնում հայկական ապրանքների նկատմամբ, դա դրականն է։ Միանշանակ մենք այդտեղ պետք է ասենք, որ Ադրբեջանը իրեն ճիշտ է պահում, բայց ահա այս հարցերի շուրջ, որ նման հարցեր է առաջ քաշում, այն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում, չի ուզենա մեծ ուշադրություն դարձնել, կրկնեմ, ես ասում եմ, որ շատ քիչ է, շատ քիչ է դրա հավանականությունը, որ նորմալ լուրջ բանաձև դառնա։ Ահա այս կոնֆերանսները չափազանց
վտանգավոր են։ Սրանք լիարժեք բանաձև դժվար թե դառնան, բայց այս կոնֆերանսները իրոք լավ չեն, որ այսպիսի կոնֆերանսներ են անցկացվելու Միացյալ Նահանգների կոնգրեսում։ Հիմա անդրադառնանք Պուտինի մի քանի հայտարարությանը այսօր։ Պուտինը երևի չի ուզում հասկանալ, թե ինչ իրավիճակում է գտնվում այսօրվա Ռուսաստանը, եւ կրկին խոսում է այն մասին, որ Արևմուտքը ուզում է պատերազմ Ռուսաստանի հետ, ավելացնում է ռազմական բյուջեն եւ այդպես շարունակ։ Իսկ իրականությունը այն է, որ միայն Ուկրաինան այսօր արդեն ի վիճակի է մեծ ցավոտ հարվածներ հասցնել Ռուսաստանի դաշնությանը, դեր Արևմուտքի զորքերը աղ իրենց համար պատրաստվում են հնարավոր զարգացումների, բայց Պուտինը կարծում է, որ այդ ամենը արվում է հակադրվելու համար Ռուսաստանին։ Դե Արևմուտքում բնականաբար մտահոգված են Ռուսաստանի ագրեսիվ գործողություններով, իրենց քննադատում են, որ շատ դանդաղ քայլերով են առաջ գնում, բայց իրականությունը ես կարծում եմ, որ մի փոքր այլ է։ Եվրոպան թարմ ուժեր ունի եւ Ռուսաստանը դժվար թե կարողանա հարձակվել Եվրոպայի վրա։ Պուտինը հայտարարել է, թե ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, որպեսզի անկայունացնեն ռուսական հասարակությունը։ Նա նշել է, որ Զելենսկու հետ բանակցելու որևիցե պատճառ չկա, հաշվի առնելով Ուկրաինայի կողմից քաղաքացիական թիրախների վրա հարվածները։ Իսկ Լավրովը այլ տեղում հայտարարել է, որ իրենք պատրաստ են վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ։ Մեկը մյուսին սկսել են հակասել, եւ սա եւս ցույց է տալիս, թե որքան դեզօրիենտացված է Ռուսաստանի քաղաքականությունը։ Հետաքրքիր եւ կարեւոր տեղեկություններ ենք ստանում կրկին Ղրիմից։ Ըստ ուկրաինական հատուկ գործողությունների ծառայության Ղրիմում այսօր հատկապես հյուսիսային Ղրիմի շրջանի վրայով անցնող երկաթուղային կամուրջը այլևս գոյություն չունի։ Այսինքն Ուկրաինան կարողացել է հարվածել այդ երկաթուղային կամուրջին, համապատասխան տեսանյութերը նույնպես կան։ Այդ կամուրջը թերակղզին կապում էր մայրցամաքային Ուկրաինայի հետ։ Հենց բացի բազմաթիվ գունավոր կադրեր կան, թե ինչպես ուկրաինական անօդաչու սարքերը թիրախավորում են ռուսական հակաօդային պաշտպանությունը, թե ինչպես կանգնեցնում են մեքենաները ռուսները եւ ուղղակի փախուստի դիմում, որպեսզի անօդաչու սարքը հարվածելիս իրանց էլ չոչնչացնի։ Եվ ամենավերջի թարմ տվյալներով, որը որ ներկայացնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, այսօր գիշերը ուկրաինական դրոնները կարողացել են խոցել Կերչի ջեկի նավթի պահեստը, արևմտյան Ղրիմում գտնվող էլեկտրական ենթակայան, Սիմֆերոպոլում գտնվող գազաբաշխիչ կայան, Կերչի մոտակայքում գտնվող Օրիոն գրոհային անօդաչու թռչող սարք, Պանցեր S1 զենիթահրթիռային համակարգ, հնդանոթային համակարգ, U300 զենիթահրթիռային համակարգ, ZU-23 երկօրեկային զարկերակային համակարգ, ինչպես նաև Nebo ու ռադար։ Սա է կարողացել խոցել Ուկրաինան ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Ղրիմում։ Հիշեցնեմ, որ Ղրիմում հիմա շատ լուրջ էլեկտրականության անջատումներ են, որը որ արդեն գումարվել է նրա վրա, որ Ղրիմում կարծես թե ընդհանրապես բենզին վառելիք գոյություն չունի։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։